Տեր Հիսուս, նրանք նստած լսում էին բոլոր ծառայությունների ժամանակ։ Մենք հիմա նրանց քեզ ենք հանձնում, Տեր, երբ նրանք մեկնում են Չիկագո։ Եղիր նրանց հետ, Տեր, և թող ամեն մեկը վերցնի այս հրաշալի լույսը և տարածի այն, Տեր, ամբողջ Չիկագո քաղաքով մեկ։ Ամենուր, ուր էլ որ գնան, եղիր նրանց հետ մինչև մեր նոր հանդիպումը, թող նրանց հոգին խարսխված լինի քո մեջ Հիսուսի անունով։ Ամեն։ Եղբայր Նևիլը մարգարեանում է. Ես նորից դիմում եմ քեզ այս առավոտ, իմ ժողովուրդ, այո, ասում եմ քեզ իմ ծառա, ես ընդունել եմ քեզ իմ խոսքի մատուցման մեջ, ես կգնամ քո հետևից և կխոսեմ քեզ հետ առանձին, ես ցույց կտամ քեզ քո երթուղին, այո, ես կլինեմ քեզ հետ և կօրհնեմ քեզ։ Այո, իմ ժողովուրդ, ասում եմ քեզ այս առավոտ, ես ամենակարող Աստվածն եմ, ես այսօր օգտագործում եմ այս անոթը, որպեսզի նրա միջոցով գամ քեզ մոտ, ասում եմ քեզ, մի խոտորվիր իմ հոգուց, մի թող այն ձայնը, որը խոսում է քեզ հետ, ես քեզ հետ կլինեմ, եթե դու ինձ հետ լինես, հետ դարձիր քո ճանապարհներից և հետ դարձիր քո մտածելակերպից ու հավատա ինձ, քանզի ես քեզ հետ եմ, եթե դու գաս ինձ մոտ և հետևես ինձ մկրտության մեջ, ապա ես կօրհնեմ քեզ ու կպահպանեմ քեզ, ես քեզ կհասնեմ մինչև վերջը։ Այո, ես ասացի և ես դա կիրագործեմ, այսպես է ասում Տերը։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը և ասենք. Շնորհակալ եմ քեզ, Տեր Հիսուս, փառաբանում եմ քո անունը։ Շնորհակալ եմ քեզ, Տեր։ Մենք գիտակցում ենք սա, Տեր, որ դու մի անգամ Աստվածաշնչում հոգին իջավ մարդու վրա և պարզապես բացահայտեց Աստծո ողջ խորհուրդը, թե ինչ պետք է տեղի ունենար։ Հայր, մենք գիտենք, որ դու նույն Աստվածն ես և ահա դու իջար այս խոնարհ հովվի վրա այստեղ, Տեր, այս առավոտ, որը մի ժամանակ այնտեղ էր Նիկողայոսականների մեջ, բայց դու ցնցեցիր նրան և նա տեսավ լույս և դուրս եկավ, և ահա նրա սիրտն այնքան բաց է, որ դու խոսեցիր նրա հետ, նա նույնիսկ չգիտեր, թե ինչ է խոսելու, վեր կացավ և թույլ տվեց Սուրբ Հոգուն գործել իր միջոցով, մեզ համար մարգարեություն հնչեցնելով։ Շնորհակալ եմ քեզ, Հայր, և ես կսպասեմ քեզնից իմ երթուղին, ամեն։ Քույրը խոսում է անհասկանալի լեզվով։ Դադար ժապավենի վրա մեկ այլ քույր տալիս է թարգմանությունը. Ով կհավատա իմ հոգուն, ահավասիկ ասում եմ ձեզ, ես շուտով գալիս եմ, այո, իմ հոգով, ասում է ամենակարող Տերը, ովքեր նայում են սրան, հենց նրանց էլ ես բերեցի, նայեք, հավատացեք և դուք կստանաք, ասում եմ ձեզ, ինչպես որ ձեզ ասացի, նայեք, այդպես էլ կատարվում է, ասում եմ քեզ, դու պետք է նորից վկայես մարդկանց մի որոշակի խմբի, ահա ես կանգնած եմ, ես բացում եմ քո առջև դուռը, ահա իմ բոլոր գործողությունները հայտնի կլինեն քո առջև, ես դիմում եմ քեզ, ընդունեք ինձ նրան, ով հետևում է ձեր բոլոր կարիքների կատարմանը, ամեն, հասկացաք, չէ՞, տեսնում եք դա ինչ էր, նայեք ինչպիսի ձայնի տոնայնություն ուներ այս կինը և տեսեք թարգմանությունը հնչեց նույնպիսի տոնայնությամբ, տեսնում եք, սրանք երկու տարբեր կանայք են, նրանք հազիվ թե ճանաչեն միմյանց, անծանոթ են, նրանք չեն ճանաչում միմյանց, դա Սուրբ Հոգին է, հետևեք ձայնի տոնայնությանը, դուք գիտակցում եք, որ սա Քրիստոսն է այստեղ մարդկանց մեջ, ճիշտ է։